Հայկական ժամանակակից հեռուստատեսության պատմության մեջ այս նախագիծը մեծ իրադարձություն էր։ Հեռուստադիտողի համար եթերի օրը շատ սպասված, իսկ մասնակիցների համար յուրաքանչյուր նախորդ ելույթը գերազանցելու մեծ ցանկություն։ Հայկական հեռուստատեսության ամենահայտնի երաժշտական նախագծերից մեկին, երկու աստղին է նվիրված մեր այսօրվա հանդիպումը։ Հիշելու ենք, պատմելու ենք այն ամենը, ինչ տեսել եք կադրում եւ այն ամենի մասին ենք խոսելու, ինչ մնաց կադրից դուրս։ Իմ հյուրերն են այսօր Հրաչ Քեշիշյան, Լուիզա Ներսիսյան, Հասմիկ Կարապետյան, Արամե։ Քեշիշյան, ինչու այդպիսի արձագանք ստացավ երկու աստղային ժամանակ, 17-18 տարի առաջ էր։ Իմ կարծիքով ընդհանրապես 2000-ականների սկիզբը դա հայկական հեռուստատեսության զարթոնքի տարիներն էին եւ մենք իսկապես գտնվում էինք ամենա բարձրագույն կետում, երբ հեռուստատեսության եւ հեղինակությունն էր շատ մեծ եւ հեռուստատեսության հանդեպ վերաբերմունքն էր այլ եւ ինչու՞ չէ, մենք էինք երիտասարդ ու ամենից փորձում էինք անել ու ունեինք շատ ոգևորված էինք եւ ուզում էինք իսկապես հեռուստադիտողին տալ նոր թարմ ու լավ արտադրանք եւ կարծում եմ նաեւ ոգևորվածության այդ ալիքը ոչ միայն հեռուստատեսային գործիչներին կամ հեռուստատեսային մարդկանց էր ոգևորել, այլ նաև ողջ շոու բիզնեսին, այսինքն բոլոր այն մարդկանց, ովքեր հասկանում էին, որ սա մի տարածք է, որտեղ միասին կարող ենք ինչ-որ հետաքրքիր բան ստեղծել։ Թեկուզ դա այդ պահին թվում էր, թե օրվա շոու է կամ օրվա կատակ է կամ դա այնքան է լուրջ չէ, ինչքան ասենք Չայկովսկու անվան մրցույթը, հա, երաժշտական, բայց այնուամենայնիվ դա մրցույթ էր, դա երաժշտական տոն էր, որ ամեն շաբաթ մուտք էր գործում մարդկանց տները եւ դրանով իսկ դարձնում էր երեկոն ավելի հաճելի, մանավանդ պատկերացրեք շատ ծանր տարիներից հետո հետ պատերազմյան շրջանից հետո մենք նոր սկսել էինք վերականգնվել ու այդպիսի նախագծեր իսկապես եւ միջազգային ձևաչափ է։ Եվ նաեւ այո, սա այն առաջին դեպքն էր, երբ մենք իսկապես ունեինք միջազգային ձևաչափ, համագործակցում էինք եվրոպական ընկերության հետ, փորձում էինք այդ եվրոպական ընկերության փորձը տեղափոխել լոկալ մեր հեռուստատեսություն ու բնականաբար սա նաև սովորելու այլ փորձառություն մեր տուն բերելու տարիներն էին։ Ինչ լավ տարիներ էին։ Հիշում եք ինչպես ընդունեցիք մասնակցության առաջարկը։ Մեծ ոգևորությամբ իհարկե դա տոն էր ու առաջին հերթին նաև կարող եմ ասել, որ շատ մեծ հնարավորություններ ընձեռվում տարբեր ոլորտներում արվեստի տարբեր ճյուղերում աշխատող մարդկանց մի տոնախմբությանը մասնակցել, որտեղ նաև ձեռք էին բերում նոր ընկերներ, այսինքն մենք ճանաչում էինք երգիչները դերասանների եւ չգիտեմ պրոդյուսերների եւ նմանատիպ մի խոսքով նմանատիպ նախագծերը ես կարծում եմ այդ համախմբելու շատ մեծ ուժ ունի։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ընդունելուն, դե իհարկե մի անգամից, քանի որ իմպրովիզի տեղ կար այնտեղ էնտուզիազմով մոտենալ աշխատանքին, ինչու՞ չէ փորձել քո ուժերը, որովհետև գաղտնիք չէ, որ ուղիղ եթերում էինք մենք բոլորս աշխատում, եւ դա շատ մեծ դժվարություններ էր իր հետ բերում ու մեկ շաբաթվա ընթացքում դու պետք է հասցնեիր հերիք չի ինչ որ ձևով համար պատրաստվեր, այդտեղ երգել, հետո այդ արտիստները ամեն մեկը իր զբաղված
զբաղվածություն ուներ, պետքա միասին ինչ որ ժամեր գտնեինք փորձ անելու։ Մի խոսքով ինքը շատ արագ տեմպով աշխատանք էր, բայց նաև շատ ոգևորող։ Ես շատ մեծ ոգևորությամբ եմ հիշում այդ տարիները։ Ստում է բոլորս։ Ես էլ մեծ սիրով ընդունեցի առաջարկը մասնակցելու նախագծին, թեպետ իմ մեջ մի քիչ այսպես անհանգստություն կար, որտեվ ես հանդես էի գալիս Գարիկի հետ, այն ժամանակ 32 եւ 32 ատամներ, չէ՞, շրջանում նոր էր ստեղծվել եւ նոր Այո, պետք է Գարիկի հետ հանդես գայի եւ ես ինչ որ կասկածներ ունեի, ես կկարողանամ այդ հումորային նախագծում լինել, ինչքանով ես կարող եմ, չեմ կարող, կստացվի, չի ստացվի, բայց հայրիկ էր առաջին եթերից հետո ես զգում եմ, որ ես նույնիսկ արդեն սկսեցի պահանջը զգալ, փաստորեն կար այդ ամեն ինչը եւ պետք էր դաշտ ինքնաարտահայտման շատ սիրով եմ մասնակցել, շատ այսպես մեծ եռանդով էի մասնակցում թե փորձերին թե այդ ես եւ Գարիկը մտածում ենք թե ինչ պիտի պատրաստենք օրինակ հաջորդ համարը ինչի մասին կլինի, ինչ կերպարներով պետք է հանդես գանք, ասեմ որ ես եւ Գարիկը լրացնում ենք իրար, ինչի համար շատ շնորհակալ եմ, այսինքն առաջին իմ փորձը հումորային, հա, այսպես ոճում դա էր, երկու աստեղ նախագիծներ եւ պետք է ասեմ որ մի բան եմ հիշում, իսկ մենք բոլորդ կհիշեք ամեն ուրբաթ մենք բոլորս մի թեթև գինովցած էինք դու վերադառնում եւ մայրս ասում էր լավ դուք նախագծի եք մասնակցում, ինչ եք անում, այնտեղ որ միշտ այսպես լավ տրամադրությամբ եք տուն գալիս։ Լուիզան շատ լավ բաներ ասեց, իրականում ես նույն կարծիքի եմ, որ այդ ժամանակ ինքնադրսևորվելու երկու աստղը շատ լավ հնարավորություն էր, այսինքն այն մարդիկ, ովքեր որ չունեին այդպես լայն ճանաչում, ունեին հնարավորություն ճանաչվելու եւ սիրվելու, եւ այն մարդիկ, ովքեր ունեին էլ ավելի սիրվելու, էլ ավելի ճանաչվելու, այսինքն այդ հնարավորությունը տրվում էր բոլորին, համաձայնել, չհամաձայնելու հետ կապված անկեղծ ասած ես ոչ մի բան չեմ հիշում, որովհետև եթե չեմ հիշում, ուրեմն միանգամից համաձայնել ենք ու միանգամից անցել ենք գործին, հաստատ այդպես է։ Ես հիշում եմ, որ ինձ առաջարկեցին, որ դու լինես Հրաչու հետ իբրև զույգ, առաջին իմ ռեակցիան բա այդ ոնց կլինի, բա ի վերջո, հա, հետո պարզվեց, որ դա ամենագլխավոր ֆիշկաներից մեկն էր մեր դուետի եւ մենք դա ամենտեղ փորձում էինք օգտագործել, ոչ եթե ամենտեղ, այլ շատ հաճախ փորձում էինք օգտագործել եւ եթե կհիշես ինձ համար ամեն դեպքում կարծես ամեն ինչը դրվել էր մի կողմ եւ ամբողջ ուժերը եւ հնարավորությունները կենտրոնացել էին երկու աստղ նախագծին եւ երբեմն մարդկանց թվում է որ երբ որ իրանք մի բան անում են բոլորը դրա մասին գիտեն չէ տենց է չէ ասենք մեկը մի նախագիծ անում մեկը մի երգ արել այդ ժամանակ մեզ չէր թվում դա այդպես էր այո ամբողջ ազգը անհամբեր սպասում էր թե այս շաբաթ տեսնես ով ինչ անելու եւ ի վերջո եւ առողջ մրցակցություն էր դա շատ իսկապես այդ շատ հետաքրքիր էր այո ընկերական մթնոլորտը ճիշտ ես ասում ես քո բառերի հետ 100%-ով համաձայն եմ եւ այդ ժամանակ բոլորը սպասում էին տեսնես ով ինչ անելու ու տեսնես ի վերջո ով է հաղթելու ու գիտեք ինչն է ամենադրականը այս ամենի մասին ընդհանրապես երբ որ նույն բանը հա ամեն ուրբաթ մենք հանդես ենք գալիս մեր համարներով միևնույն է այդ ուժը եւ հետաքրքրությունը չէ կորում ես դա շատ հստակ հիշում եմ այսինքն լավ դե երկու աստեղ դա չկար էս դա կարակա հիմա օրինակ երբեմն կարող է լինել որ ինչ որ մեկը մի բան անի դու մի փոքր չարանաս որովհետեւ ինչ որ տեսակ այսինքն մի քիչ ավելի տենց ենք դարձել իսկ այդ ժամանակահատվածում ես չգիտեմ մի հատ ինչ որ sense ուժ էր գալիս որ այսինքն եթե լավ համար արեցին հաջորդ շաբաթ ուրեմն դու պետքա ուժերդ հավաքեր ու ավելի լավ ներկայանալ ոչ թե տենց փակվեիր անկյունում ու ասեիր տեսար իրանք ինչ արեցին այդ բաները չէր լինում այդ խոսակցությունները ու դա էլ է շատ ոգևորում որ այդտեղ միայն ժպիտ էր ինքնահեգնանք դա շատ կարևոր բան է որ շատ երգիչների օրինակ չէին ճանաչում որ իրանք կարող են իրենց մասնագիտության իրենց տեսակի վրա ծիծաղել իսկ երբ որ մարդը ծիծաղում է ուրեմն ինքը կայացած է այսինքն չի վախենում ինչ որ ձևով մի փոքր ավելի ծիծաղելի դիրքերից հանդես գալու եւ ես ուրախ եմ որ բազմաթիվ երգիչներ երգչուհիներ այդ հնարավորությունը իրենց տվեցին որպեսզի հանրությունը իրենց ճանաչի նաև այդ ռակուրսով Ես շարունակեմ Լուիզային ի վերջո սա ոչ միայն երաժշտական նախագիծ էր այլ սա
փաստորեն հայկական հեռուստատեսության համար առաջին reality show-ն էր, այսինքն իրապատում շոու, որտեղ մարդիկ ցույց են տալիս իրենց իրական հույզերը, իրենց մեկ շաբաթվա ապրած կյանքը, այդ փորձերը, մարդկային հարաբերությունները, ինչպիսին են իրենք անծանոթ խաղընկերոջ հետ։ Մենք իրար շատ լավ ճանաչեցինք այդ նախագիծը նաև այդպիսի հնարավորություն էր ընկերանալու։ Հասմիկի ասածը, որ ամեն երեկո եթերից հետո դա փոքրիկ խնջույք էր, ու մենք բոլորս այդ խնջույքը առաջին ալիքի բարում կարողանում էինք տոնել միասին, դա էլ շատ սիրուն ավանդույթ էր, այսպես ասած դարձել։ Մեզ էլ ասում էին կոնյակը ձայնին օգտակար է։ Դուք էլ այդպես բաներ էիք անում։ Չափը չէին ասում ինչքան Դուք էլ ինքնագլուխ բաներ էիք անում։ Չէ, ես անում ինչև ինչ չէր ասում, ես այդ միկումը չէի խմի երբեք։ Իմիջիալոց այդ բառը չերքիչները դրանից Թոխատյան։ Ես ուզում եմ անպայման հիշենք, որովհետև առաջին հաղորդավարը այս մրցույթի, առաջին հանդիսավարը Հրանտ Թոխատյանն էր, որը իմ կարծիքով հանճարեղ էր տանում ողջ ծրագիրը ու ծափար ենք Վարան Թոխատյանին։ Այո, այդ շատ սիրուն էր Եվ կարևորը կողմնապահություն չէր անում։ Ոչ մի դեպքում։ Հրաչուկին շատ էր հավանում։ Հա, այդ բան էր։ Բայց մենք դա չենք զգացել։ Չէ, կյանքում մենք ցույց չէինք տալիս մեր այսպես ասած նախապատվությունները, բայց դե պարզա չէ, որ հետո ասենք ես էլ Հրանտի հետ այնտենց կուլիսներում են ցածր ձայնով խոսում էինք, ով ալա ինչ լավն էր, ինչ հետաքրքիր էր եւ այլն։ Եվ ամենակարևոր ու ամենասիրուն բանը այս հաղորդման մեջ նաեւ էր, որ յուրաքանչյուր թիմ, յուրաքանչյուր զույգ ինքն իրենով շատ ստեղծագործ էր ու ինքն էր հորինում Իմպրովիզներ ենք անում, ես ուղղակի հիշում եմ ասեք Շպրոտը եւ Արամեն Պետրին ինչքան էին աշխատում, ինչ բաներ էին հորինում։ Ես առաջին եթերաշրջանում օրագիրն էի վարում ու իսկապես իրենց նման երևի թե ոչ մի զույգ այդպես չէր։ Այդ ոգևորվածությունը, այդ աշխատասիրությունը, այդ ներդրումը բոլորի մոտ էր, այդ բնականաբար տենց բայց շատ հետաքրքիր ու շատ, չգիտեմ, շատ օրինակելի է։ Գիտեք ինչն էր դրական, սա էլ ասեմ, բոլոր թիմերը, զույգերը, միևնույն է ինչքան էր որ նախապատվություն դուք բոլորդ ունեցել եք, դատողները, մեծ դատողները, բայց մենք բոլորս էլ ունեինք ստացված համարներ, որոնք որ շատ սիրված էին։ Երկու աստղի հայտնի երգում ես մի քիչն էի եւ իհարկե ոչ պրոֆեսիոնալի համար սա մի փոքր վախեցնող էր եւ մյուս կողմից էլ մարտահրավեր, որը ինչպես ժամանակը ցույց տվեց արժեր ընդունել։ Երաժշտական ձևաչափ, որը նորություն էր հայկական հեռուստատեսության համար, այն շատ կարճ ժամանակամիջոցում սիրվեց թե հեռուստադիտողի, թե արտիստների կողմից։ Ամեն շաբաթ հեռուստադիտողն ակնկալում էր նոր կատարումներ, չկրկնվող շոու եւ կերպարներ։ Եվ 2007 թվականին հանրային հեռուստատեսություն մուտք գործեց երաժշտական նոր նախագիծ։ Երկու աստղ բրիտանական հեռուստանախագիծն իր ձևաչափով նորույթ էր բոլորի համար։ Պրոֆեսիոնալ երգիչը հանդես էր գալիս ոչ պրոֆեսիոնալ կատարողի հետ, իսկ եթերաշրջանի ավարտին լավագույն զույգը հաղթող էր ճանաչվում։ Շպրոտ եւ Արամեն Պետրի հաղթող են ճանաչվում Արամեն Աշոտ Լյուդվիգովիչ Սանաշարյան Մարկ եւ Սոնա 2907 նիշ Լանա Խաչատրյան Երևան Գենգի Նախագիծը մասնակիցներին հնարավորություն էր տալիս ամեն շաբաթ հանդես գալ կենդանի ելույթներով, նոր եւ հետաքրքիր բեմականացմամբ եւ կերպարով, իսկ լավագույնին ընտրում էին ժյուրիի եւ SMS քվեարկության միջոցով։ Հեռուստադիտողը հնարավորություն ուներ հետևել նաև նախապատրաստական աշխատանքներին եւ փորձերին, որոնք պակաս հետաքրքիր չէին։
Լավ էլի որ դու ես երկում, ես մենակ լալալա, թողես մի անգամն է դու երկես սա։ Տևական ընդմիջումից հետո սիրված ձևաչափը հանրայինի եթեր է վերադառնում։ Ձևավորվելու են նոր եւ հետաքրքիր զույգեր, բեմադրություններ ու անսպասելի կերպարներ։ Բոլորիս մոտ հիշողությունները արթնացան, շատ հաճելի իսկապես հիշողություններ, պարոն Քեշյան, բայց որպես ռեժիսոր ամենաբարդը ինչն էր այստեղ։ Հիմա չեմ կարող ասել բարդություններ, որովհետև սովորաբար այդ մոռացվում են, չէ, բարդությունները, մեն լավ հիշողություններ։ Իհարկե ամենասկզբում կար վախ, որ չենք հավաքելու զույգերին։ Այդ միշտ տենց այդ բանն էր։ Հետո երբ որ այդ ոգևորությունը իսկապես եկավ, բոլորը զույգերը կազմավորվեցին, երկրորդ բարդությունը իհարկե տեխնիկական հարցերը լուծելն էր, որովհետև ինչպես տեսակ կենթանի հնչողություն էր սկզբում Երևան Երազնկյանի ղեկավարությամբ նվագախումբներ, հետո Մադատ Ռամանիչի ղեկավարությամբ նվագախումբներ, այդ ես ուզում եմ էլի ծափահարենք երկու մայստրոներին մեծ ծանր աշխատանքը այդքան երկերի նոտագրում, այդքան պարապմունքներ, նվագախումբը կարողանում էր հասնել այն մակարդակի, որ ուղիղ եթերում կարողանում էր երգիչների հետ ներկայացնել երգը։ Փաստորեն ամեն եթերում ունենում էինք 10-ից 12 կատարում, իսկ դա մեկ շաբաթում պատրաստելը բավականին բան էր, այն էլ դուետով։ Պարզ է, որ այն էլ չերգիչների հետ, չէ՞։ Իսկ մենք ունեինք կերպարներ, ովքեր երկու երգիչ կային իսկապես բարդ էին սովորում։ Նույնիսկ մի անգամ Նարան փորձում էր ասում էր, արի փորձի դու էլ կարող եմ ասում եմ, չէ, կլինի ես չվազդակցեմ, ես կադրից եկավ լինել։ Ես հիշում եմ, որ մենք Rihanna պիտի երգեինք, Umbrella-ն պիտի երգեինք ու դրա սկզբում շատ երկար Jay-Z այդ ռեպի հատվածը կար եւ անգլերեն ու իսկապես ծափահարենք Արամեին, որովհետեւ նա անգիր սովորեց դա, բայց դրա շնորհիվ ես հիմա այս երգը միշտ լսելիս անգիր հիշում եմ այդ ռեպի հատվածը, որովհետեւ իրար հետ էինք սովորում։ Do you remember? A little bit. A little bit։ Դե հիմա ասեք ձեր զույգերից գոհեիք։ Շատ։ Ռազմիկ Ամյան հրաշալի խաղընկեր է, ես այստեղ կարող եմ ասել իսկապես խաղընկեր, որովհետև մեր համարները ավելի շատ իրանք ինչ-որ տենց յուրատուկ պատմություններ էին ամեն անգամ ու տենց սկսած Հնդկաստանից վերջացրած բանով մութ ու ցուրտ տարիները նկարագրելով այդպիսի էտյուդներ էինք անում ու ինքը ամենտեղ տենց պատրաստական գալիս էր ու իր դերասանական տվյալներով փայլում էր։ Անում ես հիշում եմ ամենավառ շոուները դրել էինք շոուի վրա։ Օրինակ հրաշալի երգում էր, բայց ես քանի որ գիտեի, որ ես կարող այդտեղ մի քիչ տանուլ տամ, որ ունեի Ես մի քիչն էի։ Չէ, դու շատ լավ ես երգում։ Հենց դրա համար մենք ավելի շատ որոշեցինք, որ պետք է մեր համարները շատ ավելի հագեցած լինեն, որպեսզի տենց խապկանքով տենց մարդկանց դեպի մեզ քաշենք։ Ստացվում։ Մեզ մոտ էսպես էր, ինձ թվում էր Գարիկի հետ մենք էսպես երգը դնելու ենք մի կողմ, որտեվ ինքը էսպես ավելի մեր դեպքում լիդերը ինքն էր, առաջատարը, էսպես ինքն էր մտածում, հա, միտքեր տալիս, ինչ համար, ինչ հագուստ եւ այլն։ Մենք միասին, բայց փաստորեն Գարիկի մեջ այդ երգելու եւ մելոման լինելու հատկությունը այն ժամանակ արդեն կար, ինչ ես սկսեցի նկատել, ինքն էր ընտրում երգերը։ Ինքն էր ասում, չէ, հաս, օրինակ, այս երգը ավելի բարդ է
Արի էս երկենք, էս երկ եւ այլն, Գարիկի հետ շատ հետաքրքիր էր եւ իհարկե ես անընդհատ ծիծաղում էի, նույնիսկ այդ օրագրերը, որ նկարում ենք, Գարիկը այդ ամեն ինչը ողողված էր հումորով եւ ես կյանքս երևի մի 10 տարի երկարել է այդ ընթացքում իր հետ զուտ շփման։ Դե ես չէի ճանաչում նրան։ Ապրի Գարիկը, Գարիկ ջան, շնորհակալ եմ քեզ։ Իրոք մի խոսքով, բայց նաև ես իր մեջ ճանաչեցի շատ ճաշակով, արդեն կարող եմ ասել, երաժիշտ մարդ, ով շատ երաժշտություն է որակյալ լսել իր ամբողջ կյանքում։ Ինչի ապացույցը մենք այսօր անընդհատ տեսնում ենք։ Այո։ Ես պետք է իմ զույգին գովեմ, չէ՞։ Մտածում էի ինչ հարց պիտի տամ քեզ, բայց ամենայն անկեղծությամբ ասա զուտ գոհեր, թե չէ։ Ես ոչ միայն գոհ էի, ուրեմն երկիչներ եւ չի երկիչներ, հա, բայց հրաչու դեպքում ասել չի երկիչ, ես լուրջ եմ ասում, շատ լավ չի լինի, որովհետեւ հրաչուին այնպես բաներ էր երգում։ Ու այդ իր միլիզմատիկան, բան, որ ասում եմ հրաչուի քույտ կարելի ամեն ինչ երգել։ Այսինքն պետք չի մեզ, մենք սահմանափակում չունեինք այդ առումով, որ ինչ որ մի երգ կարող ընտրենք, որ իրան, չգիտեմ, ինքը չկարողանա երգի կամ իրան դժվար լինի։ Սկսած Aerosmith-ից վերջացրած ժողովրդական երգերել էինք երգում միասին, որ շատ անհավանական ձևերով էինք այդ ամենը։ Ես դուդուկ եմ նվագել, ես հիշում եմ, չէ, ես պարապում էի դուդուկ նվագել, այո։ Դուդուկ էի նվագում, բան հետևից երգում էի։ Մի խոսքով, այնպեսի ու չէինք վախենում, որ դա այդ ամբողջը կատարվում ուղիղ եթերում։ Իսկ այդ անգլերենը ես շատ լավ եմ հիշում, դա իմ ամենաառաջին մեծ անգիրն էր օտար լեզվով։ Ու այդ պարտաճանաչությունը ես էլ ասեմ, ես էլ եմ իմ զույգից շատ գոհ, որովհետև այդ պարտաճանաչությունը ինձ թվում է այս պարագայում ամենակարևորն է։ Երբեք չենք ուշացել, չենք վրիպել, փորձերի, չգիտեմ, այդպես չենք վերաբերվել։ Չէ, ժամերով ավել էինք մնում, էլի շատ զբաղված լինելով, բայց այդպես ամեն ինչ հարմարացնում էինք երկու աստղին։ Դրա համար էլ ինձ թվում է հիմա մենք դրա մասին խոսում ենք։ Եվ ինչպիսի թիմ էր աշխատում, նաև անպայման դրանից եմ ուզում խոսենք, որ այդ երգերի ընտրությունը ինչքան հստակ էր ամեն ինչ, երգերը պիտի ընտրենք, հետո որոշում էինք այդ համարների վրա ինչ պիտի լինի, հետո շատ երգերի վրա երբեմն պարային բեմադրություններ կային, այսինքն դա էլ էր պետք մի շաբաթում սովորել։ Դե ուղիղ եթերի մասին բոլորս էլ խոսեցինք, հիմա երևի թե նաև ես մտածում եմ, որ գուցե դե մեծացել ենք նաև, բայց երևի այդ համարձակությունը այդքան չէինք ունենա անելու այն ինչ որ արել ենք 18 տարի առաջ։ Ես համաձայն եմ քո հետ, այդ շատ կարևոր բան է, այդ տարիքը, որը որ քեզ տալիս է այդ համարձակությունը, բայց այն ժամանակ մենք հիմա շատ չենք մեծացել, այսինքն այդ ժամանակ էլ շատ փոքր չենք եղել։ Ես օրինակ այդ ժամանակ 26-27 տարեկան եմ եղել։ Օ, դե մեծ էիր արդեն։ Չէ, մեծ չէի, բայց այդքան երիտասարդ չէի, որ չունենայի մեջս գոնե հուզմունք կամ վախ կամ ուղղակի եւս շնորհակալություն մեր թիմի ժողովրդին, Սյոմային, Արտավազդին, իրանք ամեն անգամ այնպեսի ուժ էին տալիս, տպավորություններ, որ այն ինչ որ մենք անում ենք, մեզ տանում է հաղթանակի, այդ տենց էին մեզ ուղարկում դեպի բեմ, էլ եմ ասում, պատասխանատվությունը դու ոնց ասացիր Հրաչ ջան, վերջին հաշվով սա շոու է, հա, սա ինչ որ մի կարևոր, շատ կարևոր բան չի, մարդկանց համար ուղղակի ժամանցա, հետաքրքիր վայելելու ինչ որ ժամեր, բայց մեզ համար դա մեծ փորձություն էր, մեծ փորձություն էր ու մեծ պատասխանատվություն։ Ժամանակը ցույց տվեց, որ կարելի է այս ամենի մասին խոսել, չասեմ ափսոսանքով, բայց գոնե կարոտով ու նաև որպես օրինակ բերել, եթե թույլ կտաք, ես ուզում եմ նաև իսկապես մեր մեծ թիմի մասին խոսել, որովհետև նաև կարծում եմ, որ նախագծի հաջողությունը նրանում էր, որ բոլոր կարող ուժերը հավաքվել էին այս նախագծի շուրջ, այսինքն հանրային հեռուստատեսությունը պարզ է իր ողջ կառուցվածքներով, պարզ է, որ հանրային ռադիոն իր ողջ ներգրավվածությամբ նվագախմբով եւ ձայնագրություններով եւ փորձերի համար նախատեսված պայմաններով Շարմ ընկերությունը, Ռուբեն Ջաղինյանը պրոդյուսերական մասով մեր այսօրական թիմը, որ բոլորս փորձում էինք լավագույնը անել, օպերատորական թիմ, որ փորձում էր այդ ամենը շատ սիրուն նկարել, որովհետև յուրաքանչյուր համարը նաև փորձվում էր հենց հեռուստատեսային տարբերակով։ Այն ժամանակ չկային
LED էկրաններ, բայց մենք առաջին անգամ պեղել հայթայթել էինք ու բերել էինք Երևանում եղած միակ LED էկրանը եւ դրել էինք այդ շոուի մեջ։ Այդ ժամանակ առաջին անգամ դա միջև LED էկրանը մենք փորձում էինք այն ստացել էինք առաջին անգամ այն հեռուստատեսության այսպես ասած բանը TV wall-ը, որը էլի այդ ժամանակների նորագույն տեխնոլոգիաներն էին, որ մուտք էին գործել այս հանուն այս շոուի, այսինքն ամեն ինչ արված էր, որպեսզի այս շոուն իսկապես կայանար ու լիներ լավը։ Ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ու իսկապես բոլորիս ջանքը այդտեղ կար, մեծ էր ու յուրաքանչյուրը անում էր իր լավագույնը, որպեսզի այն ստացվի։ Եվ ստացվեց։ Ստացվեց մի քանի եթերաշրջան, տասնյակ մասնակիցներ եւ կարծում եմ, որ ընկերներս էլ կհամաձայնեն, որ մենք ավելի շատ վայելում էինք ընթացքը եւ ոչ այդքան կենտրոնանում էինք արդյունքի վրա։ Այո։ Ես չեմ հիշում այդ թվերին, այդ մասշտաբի ուրիշ հաղորդում, որովհետև սկսած կազմակերպչականից մինչև բեմ, մինչև ժյուրի անդամներ, մասշտաբ մարդկանց բազմաժանրության, թե ովքեր են ընտրված եւ ովքեր պիտի մասնակցեն, դա իրականում հիմա էլ ետ եմ գնում, ասում ոնց էին կարողացել դասական ժանրից մինչև ազգային ժողովի դեպուտատ, սենց պոպ ժանրից մինչև ռեփ, այնքան բազմաժանր ու իրենց ոլորտում շատ պինդ մարդիկ կային, որ իրենց բեմի վրա տեսնելը պարզապես նայելով այնքան արդեն հետաքրքիր էր, էլ մասնակցությունը չասեմ ինչ պատիվ էր ինձ համար, որպես երիտասարդ, որ առհասարակ նոր էր սկսում իր քայլերը անել։ Դա նորություն էր հայ հեռուստատեսության կյանքում առհասարակ, նոր պրոյեկտ էր, նոր ասելիք էր եւ մարդկանց վերաբերմունքն էր արտիստների հանդեպ նաև մի փոքր այլ, նրանք սպասում էին հետաքրքիր ելույթներ, նրանք կլանված սերիալների նման ամեն շաբաթ վերջում նստում էին, տեսնեին այս անգամ ինչ է լինելու, ինչով են զարմացնելու այս արտիստները։ Բեկումնային էր իրական հեռուստատեսության մեջ, որովհետև առաջինն էր, որտեղ մասնակցում էին տենց տարբեր արտիստներ, կար մրցում ու ոչ միայն երգիչներ էին, այլ նաև չէ երգիչներ։ Ես մասնակցել եմ առաջին երկու աստղին, այդ ժամանակ ռուսական հանրային հեռուստաընկերությամբ արդեն եթեր էր գնացել ու բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել ու ոնց որ հենց այդ նույն ալիքի վրա հանրային հեռուստաընկերությամբ արդեն եթեր գնաց երկու աստղ, մեկ նախագիծը։ Երկու աստղը շատ շուտ էր, չեմ հիշում կոնկրետ որ թվականին էր, բայց մի 3 անգամ ավելի փոքր էի, քանի մա այդ հաստատ։ Ինձ համար, քանի որ առաջին անգամ երկու աստղը մեր թիմից, 32 կատամից Արամն է մասնակցել, Արամի մասնակցության ընթացքում մենք բեմի ետևից Արամի հետ մասնակցողներն էինք։ Երազանք էր ձևավորվում նաև որ ես լինեմ երկու աստղում, բայց դե բնականաբար Արամի հետ համեմատության մեջ պետքա լինեի, իսկ Արամը դե ֆանտաստիկ երգող է, իսկ ես ֆանտաստիկ չերգող, այդ շանսը երբ որ ընձեռվեց, մի հատ շատ լուրջ պատասխանատվություն էր ինձ վրա ու մի հատ պետք էր ոճային յուրահատկությամբ հանդես գալ, որ եթե երգելով աչքի չկարողանամ ընկնել, գոնե ինչ-որ մի հատ յուրահատկություն գտնենք, որ ես իմ ափսեի մեջ զգամ, այդ ժամանակ էր կարծեմ, որ մենք հասկացանք, որ ամեն երգից առաջ պետք է որոշակի այդպես փոքր հումորային համար ունենանք, որը կապ ունենալու այդ երգի հետ։ Դա համար իմ ու Հասմիկի երգերը, ելույթները կամաց-կամաց վերածվեցին փոքրիկ հումորային համարների, որոնք նաև դառնում են երաժշտական։ Ես վստահ եմ, մեր հեռուստադիտողներ առաջին ալիքի շատ մարդիկ կհիշեն այդ ելույթները, իմ եւ իմ շատ սիրելի Մաշա Մատվեևայի։ Մաշա Մատվեևան լիքը երգիչներից ավելի լավ էր երգում։ Ու ես ամենաերջանիկ մարդն եմ, որ իմ զույգը հենց նա եղել։ Եթե ես հիմա հնարավորություն ունենալ հետ գնալու կրկին ընտրելու իմ զույգին, էլի հավատացեք, կընտրեի Մաշային Մատվեևա, որովհետեւ նա իսկապես շատ պրոֆեսիոնալ էր, շատ լավ երգում էր, շատ լավ արտիստ էր եւ շատ լավ ընկեր դարձավ ինձ կյանքի։
ամեն անգամ փորձում ենք էլ ավելի նոր, ավելի վառ կերպարներ ներկայացնել, թե ես, թե Շպրոտը, ջանք ու երանք չէին խնայում ողջ անձնակազմով, իսկ աշխատում էր ողջ թիմը 32 ատամի այդ ժամանակ կրեատիվ, այսինքն ինչքան կա փախած, ինչքան հնարավոր է սյուր, ինչքան հնարավոր է նոր, այն թվերի համար ինչքան հնարավոր է այտենց ինչ որ դեռ չեղած բաներ, ուզում էինք անել բաներ, որոնք որ երազել ենք անել, երբևիցե չի հաջողվել կամ հնարավորություն չի ընձեռնվել արտիստներին, թե ինձ, թե բոլոր երգիչներին, այսինքն իրանք ոնց որ իրենց ֆանտազիաները բոլոր փորձում էին կատարածել այդ 3-4 րոպեանոց ելույթի ընթացքում, որովհետև այն ժամանակ համերգները չունեին նման շքեղություն, որովհետև ծախսերը շատ էին, երգիչները չէին կարող այդ ամեն ինչը կազմակերպել, այսինքն LED էկրաններ, լույսեր, կոնֆետիներ, այդ ամենը համերգների ժամանակ բոլորը չէին կարող իրենց թույլ տալ եւ արտիստները օգտվում են այդ առիթից։ Մի հատ ռիսկ կար էս մտածածի մեջ, որ միգուցե Հասմիկը չուզենար օրինակ մասնակցել այդ ամեն ինչի մեջ, ասինքն ես երգչուհի եմ եւ կուզեմ շեշտը լինի երգի վրա, բայց այնքան հավես էր, որ Հասմիկի համար էս ոնց որ նոր փորձարկումներ էր, ինքը իր համար մի հատ փոքր հետաքրքիր աշխարհ էր բացահայտել հումորային կերպարների, որ մենք ամեն անգամ Հասմիկի հետ փորձում էինք ստանալ ու դարձել էր շատ օրգանիկ, տենց մի հատ առանձին տարբերվող ֆորմատ բոլոր մյուս զույգերի հետ համեմատ։ Իդեպ ասեմ, որ այդ ամենը տեղի ունենում անընդհատ ուղիղ եթերում։ Իսկ ուղիղ եթերում դուրս գալ դու ռիթման հնարավորություն չունես, դու պետք է միշտ իդեալական կատարես։ Եվ Մաշայի հետ մեզ մոտ այնպես էր ստացվում, որ ի ուրախություն մեզ մեր հանդիսատեսը ամեն շաբաթ քվեարկում էր մեր օգտին եւ շաբաթներ շարունակ առաջատարներից ենք եղել եւ վերջում ֆինալում ենք եղել։ Ֆինալում նույնպես երգել ենք, մրցակցել ենք մյուս ֆինալիստների հետ։ Ես հիշում եմ, որ հագել էինք լատեքսից սև շորեր ու բավականին քրտնել էինք ու Վահանն էր մեր դիզայները ինքն էր գծել այդ շորերը ու ես հիշում եմ, որ այդ շորերը ուղղակի վերջում ցես քերել են իմ վրայից, որովհետև մենք ողջ եթերի ընթացքում եթերը 2 ժամ էր տևում, այսինքն մենք էլ առաջինը չէինք, վերջինն ենք ելույթ ունենում, որովհետև ռեժիսորը տեսել էր, որ բավականին ստացված համարը թողել էր մեզ ամենավերջում, մենք այդ շորերի մեջ ջուր, բայց հիմա որ հետ եմ նայում, բավականին ծանր բայց հետաքրքիր աշխատանք ենք տարել ու տենց ամեն համարի վրա տենց բավական շատ էներգիա ու սեր ենք դնում, դրա համար երևի ստացվեց այն ինչ ստացվեց։ Նախագիծը ինձ հսկայական նոր հետևորդների բանակ ավելացրեց, որովհետև քանի որ մասնակցում էի միտեղ, որտեղ բոլոր տղաներն էին տաղանդավոր ու մենք շատ էինք, արանքում աչքի ընկնելը բավականին բարդ էր։ Ու այս հնարավորությունը, որ ինձ տրված էր ուրիշ բեմում, ուրիշ մի բան ցուցադրելու, որ կարող էր 32 ատամում սեղ ժամանակների մեջ մի քիչ կորել, այդ հնարավորությունը ինձ թվում է Հասմիկի օգնությամբ շատ լավ եմ օգտագործել, հավեսով եմ հիշում, պատվով եմ հիշում։ Դա ինձ համար կարելի ասել բավականին տենց մեծ ազդեցիկ նախագիծ է եղել, որովհետև այդ նախագծից հետո ինձ շատերը ավելի շատ ճանաչեցին։ MP3 բառը այդ նախագծից հետո մնաց, որովհետև մինչև այդ ակումբում ինձ ասում էին, բայց ամեն շաբաթ հանրայինի եթերում Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը ամեն օր Արամ MP3 ու մնաց այդ մականունը Արամ MP3։ Այսինքն կարելի ասել այդ մականունը վերջնական տես կնքվել է հենց այդ նախագծի շրջանակներում։ Բացի դրանից, այսինքն շատերը ինձ ճանաչեցին որպես երգիչ, մարդը, որ կարողանում է բացի հումոր անելուց, նմանակելուց, նաև երգել, եւ դրանում էր երևի թե հենց գաղտնիքը մեր հաջողության, որ այսինքն ես ոնց որ բացահայտում էի այդ հաղորդման ընթացքում հանդիսատեսի հեռուստադիտողի համար տվեց հայտնիություն ինչ որ չափով հայտնիություն այդ ժամանակահատվածում, ինչի համար շնորհակալ եմ այդ նախագծին եւ առաջին ալիքին ընդհանրապես որ ինձ ընդգրկել էին այդ նախագծին։ Այդ ժամանակահատվածում ինձ համար մեծ հնարավորություն էր, որպեսզի ես շաբաթներ շարունակ ինչ որ ապացուցեմ, որ ես կարող եմ էս էլ անեմ ու կարծես շատ դեպքերում ինձ մոտ երևի թե ստացվում էր։ Խոսեցինք շատ, որ իսկապես շատ բան է տվել մեզ այս նախագիծը եւ հիշեցինք շատ բաներ, բայց ուզում եմ հարցնել, ինչի համար եք հատկապես շնորհակալ այս նախագծին։
Ես շնորհակալ եմ նախ որ ունեցել ենք այդ հնարավորությունը, ունեցել ենք այդ կամքը եւ այդ նախանձախնդրությունը գնալու առաջ, որովհետեւ տարիները այնքան էլ բարենպաստ չէին, շատ համարձակ բաներ անելու համար, սկսած տնտեսական իրավիճակից, վերջացրած մեր վերականգնողական վիճակ պատերազմից հետո, բայց սա իսկապես շնորհակալ եմ այն կամքի, այն ուժի համար, որ մենք ունեինք, եւ ես խոսում եմ մեր ողջ հեռուստաընկերության անունից, որ մենք իսկապես կարողացանք Երևան բերել անգլիական ֆորմատը, բրիտանական ֆորմատը ու ասել այ այս բրիտանական ֆորմատը կարող է նաև աշխատել այստեղ, տեսեք մենք ինչքան տաղանդավոր մարդիկ ունենք։ Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, որովհետև Պարզ է, որ մենք տոմսեր չէինք վաճառում եւ դա ընդամենը հրավիրատոմսով էր եւ հրավիրովի, բայց հիմա էլ նոր տեսա կադրերը, դուք հասկանում եք ինչքան մարդ էր գալիս ու ինչքան մարդ չէր կարողանում գալ այդ շոուներին։ Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, որ այդքան սիրում էր, այդքան հավատում էր, ուզում էր տեղում ներկա լինել։ Այո։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, երևի թե առաջինը այն հնարավորությանը, որ ընձեռնվեց ինձ ճանաչելու պոտենցիալով հարուստ սկսնակ պրոդյուսերների, լավ այսպես ասեմ, այդ ժամանակ Ռուբեն Ջաղինյանը հավաքել էր կուրս պրոդյուսերների եւ այդտեղ էին Վազգենը, Ռուդիկը Գալստյան, Արամը Թոխատյան եւ այնպես ստացվեց, որ մեր թիմին իրենք էին ինչ որ ձևով սատար կանգնում եւ անհնարինն էին անում այդ մեկ շաբաթվա մեջ եւ ադիբուդիից նույնիսկ բաներ սարքել, ինչ որ տենց հնդկական մոտիվներ կերտելը կամ այնին կանչել, որպեսզի այդ տրոսով ինձ իջացնի ամբողջ դարիճով մեկ։ Այդ ահռելի աշխատանք էր, ես ուղղակի շնորհակալ եմ, որ հնարավորություն են ձեռնել նման մարդկանց, որպեսզի դրսևորեն իրենց, որ մենք հիմա ունենք հրաշալի փայլուն պրոդյուսերներ, ինչու՞ չէ նաև շնորհակալ եմ իմ չգիտեմ ձեզ ոնց ասեմ, մրցակից էլ չեմ ուզում ասեմ, համենայնիվ մրցակիցներին, որոնք այդքան տաղանդավոր են ու այդքան ուժեղ, որ մեզ մոտ այդ էնտուզիազմը արթնանում էր, որպեսզի մենք էլ ավելի ու ավելի աշխատենք։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, եւ երգիչներին, եւ չերգիչներին, եւ իհարկե նույնիսկ այն մարդկանց, ովքեր մաքրությամբ էին զբաղվում, որովհետեւ բոլորս մի գաղափարի շուրջ էինք հավաքված եւ այդտեղ սեր կար։ Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ ժամանակաշրջանի այդ թևածող սիրուն, որը կար առաջին ալիքում։ Համամիտեմ Լուիզայի ասած յուրաքանչյուր բառի եւ էմոցիայի հետ, ես էլ իմ կողմից զուտ կավելացնեմ, շնորհակալ եմ բոլորիցդ, ովքեր որ կյանքի կոչեցիք այդ նախագիծը, Հրաչ ջան, իդեմս քեզ եւ բոլորին, ովքեր որ աշխատել են։ Իսկ եթե այսպես անձնական իմ ապրումների մասին խոսեմ, ես շնորհակալ եմ, որ այդ նախագիծը ինձ հնարավորություն տվեց ուղիղ եթերում աշխատելու, որպես արտիստ, որպես հեղինակ, որպես մարդ, ով իրեն փորձում է նաեւ այլ տարբերակներում, ինչու՞ չէ, ինչ որ փոքրիկ դերակատարումներ էին դրանք, այսինքն արտիստիզմն էր այստեղ միանում, ես պարզապես չէի կանգնում եւ երգում, այսինքն մի քանի բան իմ մեջ համախմբեցի ես ինքս ինձ եւ շնորհիվ այդ նախագծի նոր որակներ հայտնաբերեցի, նոր ունակություններ հայտնագործեցի ինքս ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ հետագայում արդեն սկսեցի շատ հանգիստ աշխատել հեռուստաընկերություններում ուղիղ եթերում, առանց կաշկանդվելու։ Շատ շնորհակալ եմ։ Իհարկե ամենագլխավոր շնորհակալությունը Հրաչը լավ ասեց, մենք պետք է հայտնենք մեր սիրելի հանդիսատեսին, որովհետև ես կարծում եմ, որ իրենց կողմից էլ եթե այդ ուշադրությունը չլիներ, ակտիվությունը չլիներ, պրոյեկտը այդքան վառ չէր լինի այդքան տարիներ։
Դա առաջինը։ Շնորհակալություն հանրային հեռուստաընկերությանը վստահելու համար, մեզ վստահելու համար, պրոդյուսերական խմբին իհարկե։ Շնորհակալություն մեր ընկերներին, Սյոմային, Արտավազդին, որ միշտ 24 ժամ մտածում էին, թե ինչ պետք է անենք, մեր մրցակիցներին, մրցակից էինք, ի վերջո մրցակից էինք, եւ շնորհակալություն իհարկե այդ ժամանակահատվածին, այդ երջանիկ ժամանակահատվածին, որ մենք ապրեցինք երկու աստղի շրջանակներում։ Ես ստորագրում եմ բոլորի խոսքերի տակ եւ այո իսկապես երկու աստղը տոն էր բոլորիս համար ու հենց դրա համար էլ այն սիրվեց ու հիշվեց մեր հավատարիմ հեռուստադիտողի կողմից ու գուցե ժամանակն է այդ հիշողությունները թարմացնելու եւ երաժշտական այդ յուրահատուկ էմոցիաները առաջին ալիքի եթերում նորից ապրելու համար։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք առաջինը։